համաձայնեցված ժամկետներում, այսինքն այն ժամկետներում։ Ես ախր այս մանրամասների մասին խոսելն եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել։ Ադրբեջանն ասում էր շատ հստակ, ասում էր առնվազն առաջիկա 50 տարում հարակվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն, 50 տարի կապրեն իրար հետ, կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն, 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք։ Եվ պատերազմը, այո, մեզ ասում են Շուշին հանձնել ենք, ոչ մենք պատերազմը Շուշիի համար է եղել։ Պատերազմը Շուշիի համար է եղել։ Եվ մեր տղաները ասում են կանգնեցնեիք պատերազմը, ինչի մենք չենք մտածում կանգնեցնելու մասին պատերազմի, կամ կանխեիք պատերազմը, մենք չենք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ ես ասել եմ։ Եվ մեր տղաները ովքեր ընկել են, փառք նրանց։ Նրանք կանգնել են այս իրավունքի համար, նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, եւ այն ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, հարգելի գործընկերներ։ Ուշադիր եղեք, չհանձնելու մասին է։ Որտեւ եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր, հերիքա խափենք իրար, եւ ես երեկվանից շատ քննարկում ենք, շատ քննարկվում այն հարցը, թե շատ է քննարկվում, ասում են ինչ ասեց, այդ ելույթը ինչ էր նշանակում, ես էլ եմ մտածել, երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում իմ ելույթը, եւ կներեք, որ ես ինքս իմ ելույթը պիտի գնահատեմ, բայց ես այո հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ։ Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար եւ Արցախի համար։ Որովհետեւ նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը եւ Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար եւ Արցախի համար։ Մենք Հայաստանի եւ Արցախի համար ճանապարհ ենք բացում պետականությունը պահպանելու։ Մենք Արցախի համար, որովհետեւ էկզոտիկ մտքեր են հնչում, նաեւ եւ հնչել են այդ մտքերը։ Ոնց որ բան լինի, մեկ էլ ասում են, եթե սպառնալիք է որպես հնչեցվում, որ Ղարաբաղի, այ եթե տենց չլինի, նենց չլինի եւ այլն, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից, կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը։ Այնպեսի տպավորություն է, որ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը որ առաջ դուրս գա։ Ոչ, մենք ասում ենք Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպետք է գա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի եւ հայ։ Սրա մասին է խոսքը։ Եվ մենք, այո, այդ տարածությունը բացել ենք եւ մեր նահատակները դրա համար են ընկել։ Դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի եւ Հայաստանի համար, որովհետեւ այն 98-ից փաթեթափուլային փաթեթով մենք հայությունը ընդհանրապես զրկվել էր տարածությունից։
Մենք ճանապարհ ենք բացել, որ մեր ժողովրդին, ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին հազարավոր ներողություն մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք։ Ի վերջո լավ եկեք հասկանանք այդ պատերազմը ինչի է եղել։ Եվ այդ պատերազմը ինչու 16 թվականին, ինչու նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբյոնում կանգնած ասում եմ, որ ոչ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Եվ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք։ Մենք ախորժ չենք, մենք երկիր ենք։ Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք։ Որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո մենք հպարտ ենք, այո մենք առնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից, մանիպուլացնելով մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ դուք պիտի հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռ տալիս։ Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես է երեխեքին է ձեռ տալիս։ Ես չգիտեմ իրանց բիսեդկեքում ինչ են պատմում իրենց։ Ես նույնիսկ վստահ չեմ իրենց ուսուցիչները ինչ են պատմում իրենց։ Բայց ես այսօր իրենց ասում եմ, ես թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք, մեզ կոտորեցին, ցեղասպանության, լավ չենք հասկանալու ի վերջո, լավ, դրա խորքային պատճառները։ Չենք հասկանալու դրա խորքային պատճառները։ Ինչքան կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ։ Ինչքան կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ։ Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել։ Եվ ես գիտեմ, և ասցի, մեր նահատակները ինչի համար են ընկել։ Այնքել են այս խոսակցության համար են ընկել, շատ ճիշտ հիշատակվեց։ Ընկել են, որ մեզ պարտադրեն, որ մենք թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով մատաղացու գառան կարգավիճակում։ Մենք պետություն ենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունենք։